Գազանի դրոշմը 666 Ինչ է գազանի դրոշմը և 666 թիվը։ Հարց, որը դարեր շարունակ շատերին վախ էր շնչել, շատերին հետաքրքրել, իսկ ոմանց էլ շփոթեցրել։ Արդյոք սա սատանայական թիվ է։ Արդյոք խոսքը բառացի ֆիզիկական նշանի մասին է, որը մարդիկ պետք է ստանան ճակատին կամ ձեռքին։ Եվ ինչ են ասում եկեղեցու հայրերն ու ժամանակակից քրիստոնյա աստվածաբանները այս մասին։ Այս տեսանյութում քայլ առ քայլ կանդրադառնանք այս բոլոր հարցերին, իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Կստիպի բոլորին, փոքրերին եւ մեծամեծերին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրա, եւ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անվան թիվը։ Այստեղ է իմաստությունը։ Միտք ունեցողը թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, եւ նրա անվան թիվն այս է 666։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են այս տողերը դարերի ընթացքում մեկնել եւ ընկալել եկեղեցու հայրերը։ Երկրորդ դարի եկեղեցական հայր Իրինեոս Լեոնացին գրում էր, որ 666-ը անկատարության խորհրդանիշն է։ Աստվածաշնչում 7-ը բնորոշում է լիությունը եւ կատարելությունը, իսկ 6-ը դրանից մեկ քայլ պակաս։ Ուստի 666-ը 6 թիվը 3 անգամ կրկնված անկատարություն եւ խաբեություն է, կեղծ ամբողջություն։ Իսկ 7-րդ դարի եկեղեցական հայր Անդրեաս Կեսարացին էլ ասում էր, որ դրոշմը մոլորության եւ ուրացման նշան է։ Ճակատը խորհրդանշում է մտածողությունն ու համոզմունքը, իսկ ձեռքը գործերն ու վարքը։ Ուրեմն դրոշմը նախ եւ առաջ հոգեվոր ընտրություն է, որին գործակից ես լինում մտքով եւ գործերով։ Եկեղեցու հայրերի ընդհանուր մեկնությունը սա է. գազանի դրոշմը պարտադիր չէ, որ լինի ֆիզիկական նշան, այլ կարող է լինել հպատակություն չարին, ստին ու հակաքրիստոնեական համակարգին։ Ժամանակակից քրիստոնյա մտածողները նշում են մի քանի կարևոր գաղափար այս հարցի շուրջ։ 666-ը թիվ է, որը խորհրդանշում է մարդասիրությունն առանց Աստծո։ Մարդը փորձում է զբաղեցնել Աստծո տեղը, կառուցել աշխարհ առանց արարչի։ Սա հակաքրիստոսի գաղափարախոսությունն է եւ ոչ միայն նրա անձը։ Դրոշմը նախ եւ առաջ հավատարմության նշան է։ Որտեղ է մարդու հավատը։ Ում է նա հնազանդ՝ Քրիստոսին, թե ամբարտավան իշխանությանը։ Ճակատը մտածողությունն է, ձեռքը գործերն ու վարքը։ Մարդը կարող է ընդունել մի գաղափար, որը հակասում է ավետարանին։ Սա խորհրդանշում է ճակատին դրոշմ ստանալը։ Ինչպես նաև մարդը կարող է գործել այդ գաղափարներով, որը խորհրդանշում է ձեռքին դրոշմ ստանալը։ Այսինքն, գազանի դրոշմը մտքի եւ վարքի դաշինքն է չարի հետ։ Առաջին դարում, երբ գրվեց հայտնությունը, հռոմեական կայսրությունում մարդիկ պարտավոր էին կայսրին Աստված համարել։ Ով հրաժարվում էր, կարող էր կորցնել աշխատանքը, զրկվել առևտուր անելու հնարավորությունից եւ նույնիսկ անգամ սպանվել։ Այսինքն, առնել կամ վաճառել չկարողանալը իրական տնտեսական ճնշման պատկեր է։ Շատ հայրեր կարծում են, որ այստեղ խոսքը կեղծ պաշտամունքի քաղաքական համակարգի մասին է։ Հին հրեական ու հունահռոմեական մշակույթում լայնորեն տարածված էր գեմատրիա կոչվող երևույթը։ Սա տարածված էր նաև միջնադարյան Հայաստանում։ Ամեն տառ ուներ թվային արժեք, եւ անունները կամ արտահայտությունները կարող էին հաշվել որպես թիվ։ Հրեաների համար սա սովորական մտածողություն էր եւ հայտնության առաջին լսարանը հենց նրանց միջավայրում էր։ Հովհաննեսը գրում է. «Միտք ունեցողը թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, եւ նրա անվան թիվն այս է 666»։ Այսինքն, նա ակնարկում է. հաշվիր անունը եւ ստացիր թիվը։ Երբ Ներոն Կեսար անունը գրվում է հրեական արամեական տառերով, եւ երբ այդ բոլոր տառերի թվային արժեքները գումարում ենք, ստանում ենք 666։ Այսինքն շատ վաղ մեկնիչներ նկատել են 666 համապատասխանում է Ներոն Կեսար անվանը։ Իսկ ինչու հենց Ներոնը։ Որովհետև հենց Ներոնն առաջին դարում դարձավ քրիստոնյաների համատարած հալածանքի եւ դաժան ջարդերի խորհրդանիշը։ Հռոմը հրդեհելու մեղքը բարձեց քրիստոնյաների վրա։ Քրիստոնյաների ենթարկում էր դաժան կտանքների, ողջ այրում, խաչում եւ գազանների առաջ գցում։ Առաջին դարի քրիստոնյաների համար Ներոնը կենթանի հակաքրիստոս էր, իշխանության, բռնության եւ կեղծ պաշտամունքի մարմնավորում։ Շատ հետազոտողներ հավատում են, որ Հովհաննեսը եթե նույնիսկ չի անվանում Ներոնին ուղիղ, խորհրդանշորեն օգտագործում է նրա կերպարը որպես նախատիպ այն համակարգի, որը պահանջում է հնազանդություն, վերահսկում է տնտեսությունը,
եւ պատժում է հավատարմությունը Քրիստոսին։ Ժամանակակից աշխարհում շատերը 666-ը կապում են միկրոչիպերի, քարտերի, QR կոդերի եւ տեխնոլոգիական վերահսկման հետ։ Սակայն եկեղեցին եւ ժամանակակից աստվածաբանները զգուշացնում են. տեխնոլոգիան ինքնին չար չէ, քրիստոնեությունը չի վախենում գիտությունից։ Ճշմարիտ վտանգը տեխնիկայի մեջ չէ, այլ մարդու սրտի ընտրության։ Արդյոք նա հրաժարվում է Քրիստոսից հանուն հարմարության, իշխանության կամ տնտեսական շահի։ Ամփոփելով, եկեղեցու հայրերն ու ժամանակակից հետազոտողները միաբերան ասում են. գազանի դրոշմը Քրիստոսից հրաժարվելն է, ճակատի դրոշմը հակաքրիստոնեական գաղափարի ընդունումը, իսկ ձեռքի դրոշմը հակաքրիստոնեական գործերն ու վարքը։ Դա մշակույթի, արժեքների եւ ինքնության ընտրություն է։ Ով իր միտքն ու կյանքը կապում է չարի հետ, արդեն իսկ կրում է այդ դրոշմը, նույնիսկ առանց որևէ արտաքին նշանի։ Հայտնության գիրքը մարդկանց վախեցնելու համար չի գրվել։ Այն վկայում է մի մեծ ճշմարտություն. Քրիստոսն է հաղթողը։ Գազանը ժամանակավոր է, 666-ը դատապարտված անկատարություն է, բայց Հիսուս Քրիստոսի կնիքը, մկրտությունը, հավատը, սրբությունը մնում է հավիտյան։